Իսկ դուք ասացիք, որ դեպքում եք ավելի համախմբում Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է այսպես հակաեկեղեցական Գարեգին երկրորդին դեմ ուղղված պայքար է սկսվել, նույն կոնսոլիդացիան կա, այսինքն այս հարցում դուք կիսում եք ամբողջությամբ իր տեսակետը, որ Բեհարյանը պետք է ազատվի, նոր կաթողիկոս պետք է ընտրվի։ Այստեղ շատ կարևոր դիտարկում եմ ուզում անել եւ կխնդրեմ ձեզ հարգելի լրատվամիջոցներ չկտրել իմ խոսքը այս պարագայում։ Հակաեկեղեցական արտահայտությունը ընդհանրապես տեղին չի։ Հակագարեգինյան էլ չեմ կարող ասել։ Ոչ, սա ընդհանրապես դեմ է եկեղեցու այն ներկայացուցիչներին, որոնք տարիներ շարունակ ուխտը դրժել են եւ ուխտը դրժելու առիթով նրանք չեն կարող հանդիսանալ այլևս բարձրաստիճան եկեղեցում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնել, այսպես ասած, եթե մեր լեզվով ասենք։ Ստեղ հարցը հետեւյալն է, արդյոք այդ մարդիկ այնքան բարեվարկություն կունենան, որպեսզի առանց որևիցե մեծ խժդժությունների թողնեն Բեհարյանը եւ իրենց հավատքին անսալով ավելի մաքուր եւ ավելի բարեվարկ կաթողիկոս ընտրեն։ Հարգելի գործընկերներ, ծանոթ եմ ես հեսա հերթով կանադառնամ բոլոր քննադատություններին։ Ամենակարևորը, եթե Հայաստանում մենք այսօր խոսենք երևի բենզինի գների աճից, մեր ընդդիմությունը տենց կարող է ենթադրել, որ սոկարի գների հետ կապված Ադրբեջանը եսիմ ինչ արեց, դրա համար Հայաստանում սկսեցին խոսել բենզինի գներից։ Մենք խոսենք օդի աղտոտվածությունից, մեր հարգելի ընդդիմությունը կարողանա մոգոնի այդ մի հատ թեզը, որ չգիտեմ, Ադրբեջանից եկող քամիները խանգարում են, հասկանում եք, մենք ներքաղաքական ներքին թեմա քննարկելու իրավասություն չունենք ըստ իրենց, որովհետև ամեն ինչը նրանց սենց ուղեծիրում պատտվում է հակաադրբեջանական, հակաթուրքական մտքերի ներքո։ Հարգելի գործընկերներ, եկեք քննարկենք իրողությունները, որոնք չեք հերքում։ Հերքեք գոնե այն իրողությունները, որոնց մասին խոսել ենք։ Օրինակ, երբ խոսում էր վարչապետը եկեղեցիների, որոշ եկեղեցիների, ուզում եմ շեշտել, որ մեր եկեղեցիների մեծ մասը շատ բարեկարգ, շատ մաքուր եւ շատ լավ եկեղեցականներով լի հաստատություններ են։ Խնդիրը հետևյալն է, արդյոք կան եկեղեցիներ, որոնք ունեն բարեկարգման խնդիր, արդյոք կան եկեղեցիներ, որոնք մաքրության խնդիր ունեն, արդյոք կան եկեղեցիներ, որոնց դիմաց վաճառք են անում բաներ, որոնք հենց եկեղեցականների կողմից է այդ վաճառքը իրականացվում, որը շատ հավատացյալների զայրույթն է առաջացնում, օրինակ։ Այդ խնդիրները առկա են, թե ոչ, կա կուսակրոնության խախտում, հարց է հնչեցվել, թե ոչ, եկեք այդ խնդիրներից խոսենք, հետո նոր դարձրեք այդ հարցը աշխարհաքաղաքական քննարկման հարց։ Ընդհանրապես մեկը մյուսի հետ կապ չունի։ Նման, այսպես ասած, Գարեգին երկրորդի դեմ այս արշավը նաև ձեր ռեյտինգին է հարվածելու, որտեղ քաղաքացիների մեծ մասը համաձայն չի անդրադառնում։ Հետաքրքիր դիտարկում եք անում, ստեղ նաև ընդդիմությունը ասում է, Կովկասյան բարեմոտրի արդյունքներով եկեղեցին ամենաբարձր վստահություն ունեցող կառույցն էր։ Ես հավատում եմ, որ մեր եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում ունի ամենաբարձր ռեյտինգը, բայց եկեք ընդունենք, որ հարցը հնչեցվել է այսպես։ Նախ գրված է ձեր կրոնական դավանության հաստատությանը դուք վստահում եք թե ոչ։ Հաստատությունը եկեղեցին է, եկեղեցուն մենք էլ ենք վստահում, հարգում, սիրում, պաշտում եւ հավատում։ Ինչ վերաբերվում է եկեղեցականներին, կոնկրետ օրինակ բերենք, եթե հարց հնչեցվի քաղաքացիների մոտ, դուք վստահում եք Գարեգին Բ-ին, ես չեմ կարծում, որ նույն պատկերը կստացվի։ Հենց այդ դրա համար է, եկեղեցու պաշտպանության համար է, որ պետք է Գարեգին Բ հեռանա, որտեղ մենք տեսնում ենք քաղաքացիների մեծամասնության սերն ու հարգանքը նա չի վայելում։ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի իր տեխնացուն չունի այսօր նման գրառումներ արել։ Չի կարող ունենալ, մենք չենք կարող ունենալ։ Հարգելի գործընկերներ, նախ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես հավատացյալ եւ իր խոսքը հավատավոր հոտի հետ է եւ ոչ թե որպես վարչապետ, այսպես ասած։ Բայց ինչ վերաբերվում է կաթողիկոսի տեխնացու ունենալու, մենք չենք կարող նման տեխնացու ունենալ, մենք չենք որոշողը։ Այդ դեպքում դուք չեք որոշողը, բայց դուք չեք որոշողը նաեւ եկեղեցու կուսակրոնության հարցով։ Այ շատ հետաքրքիր հարց բերեցիք, հետաքրքիր հարց բարձրացրեցիք։ Արդյոք եկեղեցականները, որոնք մշտապես եղել են քաղաքական դիրքորոշումների շատ սուր քննադատության գիզակետում, իրավունք ունեին քաղաքական դիրքորոշում հայտնելու։ Նրանց մեկնաբանությամբ նրանք քաղաքացի են եւ իրավունք ունեն երկրում տեղի ունեցող իրողությունների շուրջ իրենց դիրքորոշումը հայտնելու։ Հիմա եթե հավատացյալ հոտից, որից է մեկը տեսնում է հստակ խախտում
եկեղեցու կանոնակարգերի մեջ եւ բարձրաձայնում է այդ խնդիրը։ Արդյոք իրավունք ունի թե չունի։ Ես կարծում եմ ունի եւ եկեք նորից եմ կրկնում, խնդիրները քննարկելու փոխարեն, բուն խնդրին անդրադառնալու փոխարեն, չպտտվենք ամբողջ շրջափուլով, տեսնենք որտեղ կարող ենք այս խոսակցության ու հանրության հետ նաև երկխոսության մեջ որևէ խնդիր գտնել, որից կարճել եւ ասել հանրությանը փակեք այս թեման։ Ոչ հարգելի հայրենակիցներ եւ սիրելի լրատվամիջոցներ, մենք մեր տաբու թեմաները եւ այն թեմաները, որոնք մշտապես կեղծ բարեպաշտության եւ կեղծ հայրենասիրության ներքո են եղել, քննարկելու ենք, բացելու ենք շատ շերտեր եւ խոսելու ենք մեր ժողովրդի հետ։ Եվ քաղաքացիներ որոշ քաղաքական ասում են, որ սա տանելու է բախումների, այսինքն այ դա էլ ծոծրակներդ կտեսնեք Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ չեք տեսնի, մեր ժողովուրդը շատ խոհեմ է, ողջամիտ է, մենք երբևիցե նման կոչ չենք կարող իրականացնել եւ այն քաղաքական ուժերը, որոնք նման թեզեր են կիրառում, երևի թե նրանց երազանքն է եղել այս տարիների ընթացքում վերջապես հասնել նրան, որ քաղաքացիական բախումներ լինեն, մենք բոլոր շարժումները կարող ենք քննարկել 20 թվականից հետո ազգային ժողովի եւ կառավարության դեմ ուղղված ոհմակները 21 թվականին դիմադրության շարժումը դրանից հետո էլ արդեն հայրենիքի փրկության շարժումը դրանից հետո այս ժամանազատման գործընթացի հետ կապված Բագրատ Գալստյանյանի շարժումը այդ բոլոր շարժումները ինչ որ կետի կիզակետում եղել են նաեւ քաղաքացիական բախումների նպատակակետ, բայց ես կարծում եմ որ մեր ժողովուրդը իր խորհրդությամբ ցույց է տվել որ այդպիսի բան անհնար է Հայաստանի Հանրապետությունում եւ մենք երբևիցե նման կոչ չենք կարող անել։ Իսկ այս գործընթացի հաջողության կամ անհաջողության կապված ինչ կանխատեսում եք։ Ես կանխատեսումներ չեմ անի, ես կարող եմ ասել, որ քանի դեռ հստակ պատասխան չի հնչել այդ հարցին, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի եւ պետք է, որ կաթողիկոսը հեռանա վեհարանից շատ սիրով եւ մեծահոգաբար եւ իր տեղը զիջի ավելի բարեբար կաթողիկոսին, որի շուրջ նաեւ կհամախմբվի ամբողջ հավատավոր հոտը։